Շնորհակալություն հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ։ Այսօր մեկնարկում է աղարշապատի դիմընտրությունների քարոզարշավը ու այս թեմայով մի հատկանշական բան կա, որի մասին պետք է խոսել հենց խորհրդարանում։ Այս ընդդիմությունը, մեր ընդդիմությունը, Հայաստան դաշինքը ու դրա դաշնակցության թևը մասնավորապես Բարբերաբար խոսում է լրագրողների մասին, ինչ-որ լրագրողների հետ կապված նախաձեռնություններ է բերում, էթիկայի հարցեր է բարձրացնում, էս է բարձրացնում, այն է բարձրացնում, նախ են, որ իրանց թագաժառանգի որդու օգնականը լրագրողի նկատմամբ բռնություն է կատարելու, մինչև հիմա շարունակում է մնալ իրանց թագաժառանգի օգնականը, դա մի կողմ։ Բայց այս մարդիկ դաշնակցությունը վաղարշապատում առաջադրել է մի թեկնածու, որը շատ հայտնի է։ Չափազանց հայտնի է, պարոն Տարոն Մարգարյանը, այստեղ է պարոն Մարգարյանը։ Երևանի քաղաքապետ էր ու որոշել էր դոկտորական պաշտպանել, շատ ողջունելի է իդեպ, կրթվել է դեռ այն ժամանակ էր նորաձև։ Պարոն Մարգարյանը ժողով ինստիտուտում դոկտորական էր պաշտպանում ու դա բաց է, օրենքի պահանջով դա պետք է բաց լինի։ Բայց, թեկնածուական, կներեք, թեկնածուական, օրենքի պահանջով դա պիտի բաց լինի։ Բայց մի խումբ ուսանողներ Շակերտավոր ուսանողներ, որոնք հետագայում պիտի ստանային սաքուլիկ մականունը, պատի պես կանգնել էին ու չէին թողում, լկտի բառապաշարով չէին թողնում, որպեսզի լրագրողները ներս գործեն։ Ներս մտնեն ու նկարահանեն այդ դարակազմիկ կադրերը, ինչպես է պարոն Մարգարյանը պաշտպանում իր թեկնածուական։ Ու այդքանից հետո ով կմտածեր, որ ինչ-որ մի օր 130-ամյա կուսակցությունը վաղարշապատի ընտրությունն եմ հասկանում եք, վաղարշապատի, որտեղ գտնվում է Մայր աթոռը, ուրիշ թեկնածու չէր գտնելու առաջադրելու, քան ընդամենը լրագրողների մուտքը խոչընդոտած ինչ-որ մեկը, ում ածականը սաքուլիկ է։ Դա ձեր դեմքն է, հարգելի գործընկերներ, դա դուք եք, դա դաշնակցությունն է։ Իդեպ, ի պատիվ պարոն Մարգարյանի ավարտում եմ, ի պատիվ պարոն Մարգարյանի եւ հանրապետական կուսակցության, իրանք այդքան խելք ու հեռատեսություն ունեն, որ նույնիսկ իրանք չեն առաջադրել նման թեկնածու։ Շնորհակալություն։